Գլուխ 4 Քիչ Եվ քո Տեր Աստված կքշի այն ազգերին քո առջևից քիչ, դու չես կարող նրանց շուտով վերջացնել, որ միգուցե դաշտի գազանները քեզ վրա շատանան։ Երկրորդ Օրինաց 7:22 Ձեր մտքի նորոգումը տեղի կունենա քիչ, այնպես որ մի հուսահատվեք, եթե առաջխաղացումը դանդաղ թվա։ Նախքան խոստմունքի երկիր մտնելը, Աստված իսրայելցիներին ասաց, որ նա թշնամիներին քիչ դուրս կքշի նրանց առջևից, որպեսզի դաշտի գազանները նրանց վրա չշատանան։ Կարծում եմ, որ գազաններից մեկը հպարտությունն է, եւ այն մեզ վրա կտիրի այն ժամանակ, եթե ազատությունը ձեռք բերենք արագությամբ։ Առավել լավ է ազատության հասնել մի բնագավառում, ապա մյուսում, եւ այդպես շարունակ։ Այդ դեպքում մենք մեր ազատությունն ավելի շատ կգնահատենք եւ կհասկանանք, որ այն պարգև է Աստծուց եւ ոչ թե մեր սեփական ուժով արված մի բան։ Տառապանքից հետո գալիս է ազատությունը։ Ձեզ, որ մի քիչ ժամանակով չարչարվում եք, ամեն շնորհքի Աստված, բոլոր տեսակի օրհնություններն ու հաճոյությունը տրամադրող, ով կանչել է ձեզ իր սեփական հավերժական փառքի մեջ Քրիստոս Հիսուսով, ինքը կատարյալ անի ձեզ եւ ձեզ դարձնի այն, ինչ պետք է դառնաք, հաստատի եւ ամրապնդի ձեզ ապահովությամբ, զորացնի ու հիմնի ձեզ։ Պետրոսի առաջին թուղթ 5:10 Amplified թարգմանությունից։ Ինչու պետք է մի քիչ ժամանակով տառապենք։ Կարծում եմ, որ այն պահից ի վեր, երբ միանգամայն գիտակցում ենք գոյություն ունեցող խնդիրը, մենք ստիպված ենք լինում որոշակի տառապանքներ կրել, նախքան այդ խնդրից ազատվելը։ Բայց մենք առավել ցնծություն ենք վերապրում, երբ այդ ամենից հետո գալիս է այդքան սպասված ազատությունը։ Երբ փորձում ենք խնդիրն անձամբ հաղթահարել, ձախողվում ենք, եւ հետո միայն հասկանում, որ օգնությունը պետք է Աստծուց սպասել։ Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուսն անում այն, ինչը մենք չէինք կարող անել մեր ուժերով, այդ ժամանակ մեր սիրտը լցվում է շնորհակալությամբ եւ փառաբանությամբ։ Դատապարտություն չկա։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ չեն ապրում մարմնի թելադրանքով, այլ հոգու թելադրանքով։ Հռոմեացիների 8:1 Amplified թարգմանությունից։ Եթե կանգնած ես արգելքների եւ դժվար իրավիճակների առջև, մի ընդունիր ոչ մի դատապարտություն։ Վեր կաց, թափ տուր քեզ եւ նորից սկսիր։ Երբ երեխան սկսում է քայլել սովորել, նա այնքան է ընկնում, մինչև որ սկսում է վայելել վստահ քայլելու բավականությունը։ Սակայն երեխաների մասին կարելի է միանշանակ ասել, որ եթե անգամ նրանք ընկնելուց հետո մի որոշ ժամանակ լաց են լինում, միևնույն է, նրանք միշտ վեր են կենում եւ կրկին փորձում։ Սատանան ջանք չի խնայի, որպեսզի կանգնեցնի քեզ միտքդ նորոգելու գործում։ Նա գիտի, որ քեզ վերահսկելը կավարտվի այն պահից, երբ դու սկսես սովորել ընտրել ճիշտ մտքերը եւ մերժել սխալ մտքերը։ Նա կփորձի հուսահատության եւ դատապարտության միջոցով կանգնեցնել քեզ։ Երբ գալիս է դատապարտությունը, օգտագործիր քո խոսքի զենքը։ Հռոմեացիների 8:1-ը հիշեցրու սատանային եւ ինքդ քեզ, որ դու ապրում ես ոչ թե մարմնի թելադրանքով, այլ հոգու թելադրանքով։ Երբ վարվում եք մարմնի թելադրանքով, դուք կախված եք լինում ինքներդ ձեզնից, իսկ երբ վարվում եք հոգու թելադրանքով, դուք կախված եք լինում Աստծուց։ Անհաջողության պահերը կգան, քանի որ դրանք անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ դուք անհաջողակ եք։ Դա պարզապես նշանակում է, որ դուք կատարյալ չեք ամեն ինչում։ Բոլորս պետք է ընդունենք այն փաստը, որ մեր ուժեղ կողմերի հետ մեկտեղ մենք ունենք նաև թույլ կողմեր։ Պարզապես թույլ տուր Քրիստոսին քո տկարության մեջ զորացնել քեզ։ Թույլ տուր նրան դժվար պահերին լինելու քո զորությունը։ Կրկնում եմ, մի ընդունիր ոչ մի դատապարտություն։ Քո կատարյալ հաղթանակը անպայման կգա, բայց դա կլինի ժամանակի ընթացքում, որովհետև այն կգա քիչ։ Մի հուսահատվեք։ Ինչու ես խորտակված, ով իմ ներսիանց, եւ ինչու պետք է դու հառաչես ինձ վրա եւ անհանգիստ լինես ինձանում։ Աստծուն հուսա եւ անդադար նրան սպասիր, որովհետև ես դեռ պիտի գովաբանեմ նրան, իմ ապավենին եւ իմ Աստծուն։ Սաղմոս 42:5 Amplified թարգմանությունից։ Հուսահատությունը կործանում է հույսը եւ բնականաբար սատանան ցանկանում է միշտ հուսահատեցնել մեզ, քանի որ առանց հույսի մենք կհանձնվենք։ Աստվածաշունչն անընդմեջ հորդորում է մեզ
չհուսահատվել եւ չսարսափել։ Աստված գիտի, որ եթե հուսահատվենք, մենք հաղթանակ չենք ունենա։ Այդ պատճառով էլ նա միշտ քաջալերում է մեզ ասելով. «Մի հուսահատվեք»։ Աստված ցանկանում է, որ մենք ոչ թե հուսահատվենք, այլ հույսով լցվենք։ Երբ հուսահատված ես կամ դատապարտության տակ, քննիր քո մտքերը։ Տես, թե ինչպիսի մտքեր են պտտվում գլխումդ։ Արդյոք դրանք հնչում են այսպես. «Ես չեմ կարողանա դա անել, դա չափազանց դժվար է, ես միշտ ձախողվում եմ, ամեն բան նույնն է եւ երբեք չի փոխվում»։ Ես վստահ եմ, որ ուրիշների կյանքում մտածելակերպի նորոգումն այսքան դժվարություններ չի առաջացնում։ Ավելի լավ կլինի, եթե հանձնվեմ։ Հոգնել եմ կրկին փորձելուց։ Ես աղոթում եմ, բայց թվում է, թե Աստված չի լսում։ Հավանաբար նա շատ հիասթափված է ինձնից, որովհետև չի պատասխանում իմ աղոթքներին։ Եթե ձեր գլխում նման մտքեր են պտտվում, ապա զարմանալի չէ, որ դուք հուսահատված եք կամ էլ դատապարտության տակ։ Հիշեք, դուք այն եք, ինչ մտածում եք։ Եթե մտածեք բացասական բաներ, դուք կհուսահատվեք, եթե ընդունեք դատապարտող մտքեր, դուք կընկնեք դատապարտության տակ։ Փոխեք ձեր մտածելակերպը եւ ազատ եղեք։ Բացասական բաներ մտածելու փոխարեն մտածեք այսպես. լավ, իրադարձությունները մի քիչ դանդաղ են ընթանում, բայց փառք Աստծուն, ես որոշակի առաջընթաց ունեմ։ Միանգամայն վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա եմ գտնվում, որն ինձ առաջնորդում է դեպի ազատությունը։ Ես գիտեմ, որ երեկվա օրս դաժան էր, քանի որ ամբողջ օրն ընդունել եմ բացասական մտքեր։ Հայր, ների՛ր ինձ եւ օգնիր, որպեսզի շարունակեմ առաջ շարժվել։ Ես սխալ եմ թույլ տվել, բայց այլևս այդպիսի սխալ թույլ չեմ տա։ Այսօր նոր օր է։ Աստված, դու սիրում ես ինձ եւ քո ողորմությունը նորոգվում է ամեն օր։ Ես հրաժարվում եմ հուսահատված լինելուց եւ դատապարտության տակ գտնվելուց։ Հայր, Աստվածաշնչում գրված է, որ դու ինձ չես դատապարտում։ Դու ուղարկել ես Հիսուսին, որպեսզի մահանա ինձ համար։ Ինձ մոտ ամեն բան լավ կլինի։ Այսօր դու օգնում ես ինձ, որպեսզի ճիշտ մտքեր ընտրեմ։ Ինձ հիանալի օր է սպասվում։ Վստահ եմ, որ դուք արդեն հաղթանակ եք զգում նմանատիպ կենսուրախ, դրական եւ աստվածահաճո մտքերից։ Մենք սիրում ենք ամեն բան ստանալ անմիջապես։ Մեր ներսում գոյություն ունի համբերության պտուղը, սակայն մենք պետք է թույլ տանք, որպեսզի այն դրսևորվի։ Երբեմն երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի Աստված առաջնորդի մեզ դեպի ազատությունը։ Նա սպասողական դժվար պահերին օգտագործում է մեր հավատքը ամրացնելու եւ համբերության հիանալի աշխատանքը մեզանում իրականացնելու համար։ Այս մասին կարող ես կարդալ Հակոբոսի 1:4-ում։ King James թարգմանությունից։ Աստծո ժամանակը կատարյալ է, նա երբեք չի ուշանում։ Ահա եւս մեկ դրական միտք, որը կարելի է մտապահել։ Ես վստահում եմ Աստծուն։ Ես հավատում եմ, որ նա աշխատանք է տանում իմ ներսում եւ նշանակություն չունի, թե ինչ եմ զգում կամ ինչ իրավիճակ է տիրում։ Աստված հիանալի գործ է սկսել ինձանում եւ նա այն կհասցնի իր կատարելությանը։ Այս մասին կարող ես կարդալ Փիլիպեցիների 2:13 եւ 1:6-ում։ Հենց այսպես դուք կկարողանաք արդյունավետ կերպով կիրառել ձեզ տրված խոսքի զենքը եւ քանդել թշնամու բերդերը։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ թե պարզապես մտածել ճիշտ մտքեր, այլ անել ավելին, բարձրաձայն դավանելով դրանք։ Հիշեք, Աստված ձեզ ազատում է քիչ-քիչ, այնպես որ սխալվելիս մի հուսահատվեք եւ մի տրվեք դատապարտությանը։ Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ։